Եվ այսպես հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 26 տարի է անցել 99 թվականի այսօրը զինված խումբը Նայիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժելով խորհրդարանի դահլիճ սպանել է 8 պետական գործչի՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնիդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին ու Միքայել Քոթանյանին։ Վիրավորվել է 8 մարդ։ Նայիրի Հունանյանը հետագայում ցուցմունք է տվել, հայտարարելով, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 91 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել։ Նշեմ, որ գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականին, 6 հանց դատապարտվել է ցմահ, մեկը 14 տարվա ազատազրկման։ Առավոտյան զոհերի հիշատակի արարողություն էր ազգային ժողովի այգում։ Վարչապետը, նախագահն ու ազգային ժողովի նախագահը ծաղիկներ են դրել հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին։ Վազգեն Սարգսյանի եղբայրն այս գործով 2 ամիս առաջ դարձյալ հարցաքննվել է։ Արամ Սարգսյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում։ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, ինքը բազմաթիվ անգամներ ասել է, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որ բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չէ, ասել է Հանրապետություն կուսակցության նախագահը։ Իհարկե բացահայտված չի։ Եվ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որ բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չի։ Գիտեք, այն վարկածը, որ արտաքին քաղաքական հետ հոկտեմբերի 27-ի օժտագործության հետ կախված մեղրի տարբերակով, այդ վարկածը ստուգված չէ։ Ինչ վերաբերվում է ներքին վարկածին, որտեղ արտաքին քաղաքական ուժերը ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա անել ազգային ժողովի շենքում իրականացնել չեն կարող, այդ միանշանակ։ Բայց այդ առումով էլ ես 3 անգամ հարցաքննվել եմ, բավականին երկար հոգնեցնող հարցաքննություններ, վերջին անգամ 2 ամիս առաջ։ Գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին և քննչականից դուրս եմ եկել երեկոյան ժամը 8-ին, ճիշտ է, 2 ժամ լույսերը գնացել էին քննչականում ու դրա համար եմ սպասել, բայց մնացած ժամանակը տեսագրության տակ հարցաքննվել եմ։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունն ապագա չի ունենա, Եռաբլուր Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահն է ասել։ Սասուն Միքայելյանը նշել է, որ հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել։ Այսօր մեր գերխնդիրը համախմբված հզոր բանակի կողքին լինելն է, կարծում է Միքայելյանը։ Եռաբլուրում էր նաև Անդրանիկ Քոչարյանը, նա էլ մի քանի հարց է բարձրացրել, նշել, որ կան գործով կարևոր վկաներ, որոնք երկրում չեն և չեն հարցաքննվել, որոնց հարցաքննությունը սակայն իր կարծիքով կարող է որոշիչ լինել գործի բացահայտման համար։ Երկրապահ պահանջատերը հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված բնականաբար մենք հայտարարություններ ենք արել եւ պետք է բացահայտի։ Առավել ևս որ այսօր արտաքին քաղաքական կուրսը փոխվել, բնականաբար չի կարող չբացահայտվի։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չունենա։ Բայց ինչպես եք պատկերացնում։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը կամ գլխատվեց, այլ խորհրդվեց մեր պետականությունը։ Բացահայտվի, որովհետեւ այդ էջը փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ կարծում եմ, որ եւ անցյալ տարի էի նույնը կարծում եւ հոկտեմբերի 27-ից հետո էլ մշտապես մենք կարծել ենք, որ պետք է 1 օր առաջ դա բացահայտված լինի։ Եվ նորից ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթեոսյանի խոսքը, հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին։ Եվ այսքան ժամանակ ըստ էության ոչ թե կասկածներ մեր շատ է ուղղորդում եւ կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները անջատված մասով եւ ընդհանրապես դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման։
Շարունակենք առաջին անգամ ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ազգային ժողովում քննարկվել է խաղաղ պայմաններում, վարչապետն է հայտարարել։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն արդեն ունի պարամետրեր ու վիճակագրություն, վարչապետը հիշեցրել է։ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները, ինչը պատմական իրադարձություն է ու նշանակում է Հայաստանը շրջափակման հաղթահարման առաջին փուլն անցել է։ Բայց կարևոր է, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին ու համապատասխան քայլեր անի։ Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է։ Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան ու Ադրբեջանից Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով, ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով բյուջեին, վարչապետը բացատրել է ինչպես է այն ձևավորվում, ապա շեշտել, որ երկրի անվտանգության, բարեկեցության համար չափազանց կարևոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Այս համատեքստում անդրադարձել է այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված շինություններին, որոնք իր խոսքով մի ռեպորտաժի կյանք ունեն։ Ենթադրենք, որ մարդ այնքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, բան էլ է կառուցում, ջրամատակարարում էլ ավտոնոմ, էլեկտրականություն էլ է ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։ Շատ լավ, ենթադրենք, եթե քարավաններով էր ուզում բերի շինանյութը, այդ բարեկեցիկ մարդը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները 5 րոպեում հենց կթալանեն, որ մեծ տորը կմնա ուխտի ականջը քարավան, եթե իհարկե քարավանը ուխտից է, եթե ձիերից եւ ջորիներից է, կմնա ձիերի եւ ջորիների ականջը մեծ կտորը։ Ուրիշ բան, այդ քաղաքացին կարող է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի, որ այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս ընկավ ոտը ջարդեց, 103 զանգելու է, թե չի զանգելու։ Մենք այսօր ունենք բազմաթիվ հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ, մինչև մենք պետական բյուջեն տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, չգիտեմ, զբոսայգիներին, մնացած բաներին, որովհետև այդ բոլոր կամ հիմնական մեծ մասը ցավոք սրտի, այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները, իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն, կամ 4 ռեպորտաժի կյանք, որովհետև հավաքվեցինք, նկարվեցինք, եւ ես անկեղծ ասած, ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն 100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Խորհրդարանում էր նաև արտգործնախարարը, ընդդիմադիրներն Արարատ Միրզոյանին շատ հարցեր ունեին։ Մինսկի խմբի լուծարումից ապա շրջափակում նախարարն արձագանքել է ընդդիմադիրներին հուզող հարցերին։ Ինչ ենք ասել, որ սուտա դուրս եկել, որ տենց բան եք անում, հերոսաբար բան եք, հաղթանակն եք տոնում։ Մի հատ կետ կասեք կոնկրետ։ Ես կարեմ ասեմ դուք ինչ եք ասել, որ սուտա դուրս եկել։ Դուք օրինակ ասել եք, որ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսեք, երբ պայմանագիրը ստորագրվի, առանց պայմանագիրը ստորագրվելու սկսել եք այդ գործընթացը։ Էլի կարող եմ թվարկել, դուք հիմա խնդրում եմ մի կետ ասեք։ Հաջորդը, որ ես ուզում եմ հասկանալ, էլի, ոնց եք դուք պատկերացնում։ Ասում եք, որ ձեր խոսքի մեջ իմ գործընկերոջը պատասխանելուց փոխադարձ ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը։ Ես կարամ նշեմ, որտեղ եք դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ճանաչել։ Խնդրում եմ, ինձ կբերեք մի օրինակ, պաշտոնական հայտարարություն կլինի, գրություն կլինի, որտեղ Ադրբեջանի պաշտոնյան Իլհամ Ալիևը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դուք այսօր էլ օգտվելով արդից արդեն երկրորդ մասը մոռանում եք։ Այլ չեք էլ ասում, որ մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից են օկուպացված։ Այդ մասը եթե ուշադիր լսեք, բաց թողեցիք։ Վստահ եմ, որ չէ, այդ մասը լավ, հիմա մի հատ
բայց չեք մոռանում նշել, որ մենք ունենք ադրբեջանական տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում։ Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերեք, որ Ադրբեջանը ասում է իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է մի օր տեղից դուրս գան։ Այդ էլ որ փոխադարձությունը հասկանանք էլի ձեր պայմանավորվածությունների վերջո։ Սենց հասկանանք ինչն է տենց փոխադարձ եղել։ Տիկին Վարդանյան, ի պատասխան կասեմ, որ ես ձեր ասացից հասկացա, որ դուք իմ ելույթը ընդհանրապես չեք հասկացել։ Մնացածը ներողություն ողջ հարգանքով հանդերձ հերթական եւ թույլ տվեք նույնիսկ ասել շատ պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է։ Ես հասկանում եմ նաեւ այդ մղումը, որ ասում եք մի հատ կասեք իրանք ինչ են արել, մենք էս տվեցինք, պարզը ամեն առիթ պետքա փորձեք, պարզ չի որ տենց պետքա փորձեք, ճիշտ չի, բայց փորձը ցույց տալ տենց է կարող։ Ամեն առիթի դեպքում ասում եք, վայ հասեք, ամեն ինչ տվեցին, վայ Սյունիքն էիք հանձնում, հիմա մարդ հասի իսկականից չալարի կամ բանը սահմանները հանձնի, ասի, հիմա ով էր Սյունիքը հանձնում, գուժում եք ու դա բան զանազան պրոցեսներ ձեր գույժերով խրախուսում եւ բանանում, վայ էս են հանձնում, վայ են տարածքը տվեցին, վայ բանում, տավուշում եկեղեցին, չէ, Չինարիկ իրանցի մոտի եկեղեցին։ Այդ հələ եթե խոսենք, այդ մենակ գետնի վրա, այսինքն հողի կամ ենթակառուցվածքի մասին, բա իրավունքներ եւ այլ ասում ինչ ենք մանիպուլացնում խաղաղության պայմանագրում։ Խաղաղության պայմանագրի մասին հիմա ես մի պարզ պատճառով չեմ ուզում, չնայած ակնարկարեցի նորից կրկնել այդ թեզերը, որ նորից չդնենք շրջանառության մեջ։ Փնտրեք գտեք մեծ գաղտնիք չի եմ ասում սահմանադրությունների փոփոխությունից ու 100,000 մարդկանց շարժից սկսած մինչև այլ մանրամասներ, որոնք գուցե մի փոքր ավելի էս նշածից նկատմամբ երկրորդական թվան։ Ինչ ասես ասում էիք, հա? Միջանց եւ այլն։ Մի խոսքով Տիկին Վարդանյան լավ չեն ձեր գործել։ Եվ այսպես Գեղարքունիքի մարզում կորած 3-ամյա փոքրիկի որոնումները շարունակվում են։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ աշխատանքներում ներգրաված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ մարզի համայնքային ոստիկանության 5 բաժինների եւ փրկարար ծառայությունից 150 ծառայող, ինչպես նաեւ կինոլոգներ։ Օգտագործվում են անօթաչուներ եւ տեխնիկական այլ միջոցներ։ Ծափաթաղ գյուղի բնակիչ Տիգրան Հովհաննեսովի որոնումներին մասնակցում են նաեւ մերձակա բնակավայրերի բնակիչներ։ Մարզպետը լրագրողների հետ զրույցում որևէ վարկած չի մատնանշել, տեղեկացրել է, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, իսկ փոքրիկը եղել է մեծ եղբոր հետ, երբ դեպքը տեղի ունեցել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքը 3 տեղի ունեցել 3:18:00-ի մոտակայքում ազանգ է եղել, ու այդ ժամանակվանից փրկարար ծառայությունը մարզի մյուս համայնքներից կամավորականներ, նաև կազմակերպված ընկերներ մասնակցել են որոնողական աշխատանքներին, բայց դե ոչ մի արդյունք չենք ունեցել, հիմա ևս շարունակում են աշխատանքները որոնողական։ Շտաբ ձևավորվել է, բայց ոչ մարզպետը անում, շտաբը այստեղ է գտնվում, այո, շտաբը այստեղ է գտնվում ու շտաբը հիմա քարտեզներով տեղաբաշխում արած որոնողական աշխատանքներ է կազմակերպում։ Ոչ չեմ կարող որևէ վարկած մատնանշել, հաշվի առնելով, որ տարբեր տեսակի, տարբեր խոսակցություններ կան, բայց խոսակցությունները այնպիսին են, որ երեխաներին տեսել են այստեղ, երեխաներին տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են հետ տուն վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները, չեմ ուզում, որ դրա մեջ մենք դրա վրա կենտրոնանանք, այլ ավելի լավ է որոնողական աշխատանքները ամբողջությամբ իրականացնենք, փորձենք հասկանանք։ Այլ թեմաներ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը դատապարտում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, խոսքը ենթադրյալ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութի մասին է։ Հարցին իսկ արդյոք հնարավոր է երկխոսություն կաթողիկոսի եւ վարչապետի միջև, Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ դա կարող է լինել միայն Կտրիչ Ներսիսյանի հեռացման հարցը քննարկելու շուրջ։ Միանշանակ դատապարտելի է եւ մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի եւ դատապարտելի է։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին իշխանություն եկեղեցի ձևակերպման մասով, չկա իշխանություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի
հակամարտություն եւ հակասություն, խնդիր կա, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն բարձրաստիճան եկեղեցականների Կտրիչ Ներսիսյանի ուրեմն հետ, որոնք ուրեմն խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Եվ սրա մասին է խոսքը եղել ի սկզբանե եւ սրա շուրջա ուրեմն խնդիրը, որ գոյություն ունի եւ ձևակերպումը մեզ համար ընդունելի չի, պետություն եկեղեցու հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր, արդեն նշեցի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք ըստ էության իրենց վարքագծով նսեմացնում են ուրեմն ամեն հնարավոր արժեք։ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն էլ պնդում է, որ եկեղեցու դեմ արշավը նոր չէ սկսվել, տևական ժամանակ է իշխանությունը նսեմացնում է եկեղեցու դերը։ Պատգամավորը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու չուլանացման վերաբերյալ։ Ըստ նրա վարչապետը փորձում է գտնել իր սրտի կաթողիկոսին ու նշանակել Գարեգին II-ի փոխարեն։ Եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսվել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 10 թվականից հետո նոր Հայաստան նոր հայրապետ, այդ ուրեմն չգիտեմ, այդ արշավը որ կար, հետապնդվում էր կաթողիկոսը, այնուհետև մեր եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասագրքերից հեռացվեց, դրանից հետո առանձին հոգևորականներ թիրախավորվում էին եւ ամենակեղտոտ բառապաշարով հանդես էին գալիս մերձ իշխանական թևի տարբեր ներկայացուցիչներ, բլոգերներ կոչեցյալ, ես չգիտեմ, տարբեր նաև ինչու՞ չէ նաև իշխանական թևի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այս ամեն ինչը հստակ նաև ուղղորդվում է իշխանությունների կողմից։ Ինքը նոր չի սկսվել այս ամեն ինչը։ Եվ ես ամիսներ առաջ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասացի, որ այդ բոլոր օղակները ուզուրպացնելուց հետո, գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողով, ֆեդերացիաներ, տարբեր կառույցներ իրենց սրտի մարդկանց նշանակելով այդտեղ այդ պաշտոնը, գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ոնց ընտրվեց եւ այլն, չեմ ուզում դրա մասին շատ խորանալ, ասի հաջորդը լինելու է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ուներ շատ մեծ իր սրտի կաթողիկոսի նշանակելու այդ կարևոր չէ, դա կլներ քահանա, դա կլներ ընդհանրապես նպատակը մեկն էր, այդ կառույցը, որ բարբերաբար քննադատում էր իշխանություններին, բարբերաբար էլ չենք, մի քանի անգամ եղել է այդպիսի գնահատականներ եւ Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր այդ իրողության հետ։ Ում է պատկանում Հովանավանքը կադաստրի կոմիտեի ղեկավարը չի հիշում։ Սուրեն Թովմասյանն ասել է, որ հնարավոր է օգտագործման իրավունքով է փոխանցված եկեղեցուն։ Եկեղեցու տիրապետության տակ մոտ 600 կամ 700 միավոր անշարժ գույք կա։ Հարցին ազատված է արդյոք եկեղեցին գույքահարկից, կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանել է, թե ըստ օրենսդրության առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից եւ հողի հարկից, բայց կան նաեւ այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկերը։ Նա ստացավ պատասխանել Հովանավանքի սեփականության մասին հարցին, եթե դիմեն գրավոր։ Խորհրդային միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը։ Եվ Խորհրդային միության փլուզումից հետո ընդունված օրենքներով, կարգերով, հողային օրենսգրքով տրվել է համապատասխան իրավունքներ, այդ թվում եւ բոլորիս, այդ թվում եւ մեր բոլորիս ընտանիքներին, ովքեր որ Խորհրդային միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, ստացել են համապատասխան տնամերձ հողամասեր։ Եվ համապատասխանաբար, այո, բոլոր հողերը Խորհրդային միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում եւ հիմա դուք նշեցիք Հովանավանքը, ես կարող եմ ասել, որ Հովանավանքի համար եւ շենքի եւ հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշումներ եւ բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ գույքը, անշարժ գույքը փոխանցվել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես հիմա չեմ հիշի, հենց դետալային ասեմ ինչի համար, որովհետև կարող է օգտագործման իրավունքով է փոխանցված։ Տեսեք, էլի եմ ասում, կարող է շինությունն է սեփականություն գրված, բայց հողը դա այլ կարգավորումների է տրվում եւ դրա համար եմ ասում, ես եթե ձեզ հետաքրքիր է, մենք կարող ենք ուսումնասիրել եւ դետալային պատասխանել համաձայն։
Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորն էլ ասել է, որ այսօր ի պաշտպանություն Դավիթ Համբարձումյանի գնալու են օդակայան, նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական է որակում Հայկ Մամիջանյանը։ Միաժամանակ Համբարձումյանը շարունակում է մնալ վարչապետի թեկնածու, ասել է պատգամավորը։ Դավիթ Համբարձումյանը այսօր, ինչպես եւ հայտարարել էր օրեր առաջ, վերադառնում է Հայաստան։ Իրեն դատապարտել են, դատարանը որպես պատժի միջոց ընտրել է 6 տարի 3 ամիս։ Այդպիսի բան պատմության մեջ ճիշտ ասած ես չեմ հիշում, որովհետև մեր քաղաքացիների համար տեղեկացնեմ, որ եթե վճիռը լիներ 6 տարուց պակաս, ապա այդ պատմությունը կանցներ համաներման տակ եւ պարոն Համբարձումյանին չէին կալանավորի, բայց զարմանալիորեն դատավորը հենց 6 տարի 3 ամիս պատժի չափը ընտրեց որպես վճիռ, տեսնես ինչով է դա պայմանավորված, բոլորով միասին հետագայում կքննարկենք։ Միան որում եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ համաներումից օգտվելը որևէ կապ չունի մեղքը ընդունելու հետ, այդ գործով որևէ մեկը բացի Դավիթ Համբարձումյանից չի անցնում, հետաքրքիր է, չէ՞։ Գործողություն անողներ չկան, բայց գործողության կազմակերպիչ կա։ Դա էլ է շատ հետաքրքիր զուգադիպություն։ Իսկ ազգային ժողովում աշխատանքն է սկսել Արաբելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը։ Այն տևելու է մինչև հոկտեմբերի 30-ը։ Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել նստաշրջանին։ Եվրանեստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի գործունեության կեսը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև հավելել է, որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել մամուլում տարածված մի հրապարակման մասին, ըստ որի Կապանում հրազենային վնասվածքով զինվորի են գտել։ Չնայած Պաշտպանության նախարարության լրատվամիջոցին օպերատիվ տրված մեկնաբանությանը մամուլում անբարեխիղճ այն է, զինվորի են գտել հրազենային վնասվածքով, ինչ է կատարվել Կապանում վերնագրով նյութ է տարածվել։ Ինչպես արդեն հայտնել ենք, նշված լրատվամիջոցին տեղեկացնում ենք նաև հանրությանը եւ ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է Կայազորային հոսպիտալում եւ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել, ասված է հաղորդագրության մեջ։ Եվ այսպես վարչապետը Ֆրանսիայում է Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, նախատեսված է նաև երկկողմ հանդիպումներ։ Վաղը Ելիսեյան պալատում կկայանա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից, ինչու նա չի կարող կարգալույծ անել Տեր Արամին։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել եւ մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին։ Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից նա հիշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք եւ կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհան նավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհան նավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհան նավանքում մասնակցելու եմ Սուրբ եւ անմահ պատարագին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել հայ առաքելական եկեղեցուն։ Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասել է, որ 2020-ին հանդիպել է կաթողիկոսին, դրանից հետո էլ չի հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն է ստացել։ Այն ժամանակ հայոց պատմություն եւ հայոց եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն։ Խոսելով հոգևորականի վերաբերյալ շրջանառվող տեսանյութերի մասին, Արայիկ Հարությունյանն ասել է, որ դրանց արտահոսքերի հետ իշխանությունը կապ չունի, ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանի հեռանալուն, նա նշել է, որ Հովանավանքի պատարագը հենց այդ գործընթացի մի մասն է։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում եի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն, եւ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում են, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները, եւ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիտ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ? Հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում եմ դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Հովանավանքում տեղի ունեցածը խայտարակություն է որակում երրորդ նախագահը։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Նիստից հետո երրորդ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես արդյոք ՀՀԿ-ն վարչապետի նոր թեկնածու կառաջադրի իմպիչմենթի գործընթացի համար։ Սարգսյանն ասել է, որ Դավիթ Համբարձումյանն իմպիչմենթի գործով մնալու է վարչապետի իրենց թեկնածուն։ Կարծում է Համբարձումյանին կալանավորել են ոչ միայն այդ գործընթացի, այլև դիրքորոշման պատճառով։ Ինքը խնդրել է կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին ճշտել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատշաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավարությունը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները դողոքարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենթի գործով, որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի,
իր դիրքորոշմամբ թույլատրել։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ։ Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Իսկ ազգային ժողովում շարունակվել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումները։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել նախարարին. Արդյոք անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նախատեսված են ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ եւ այդ ուղղությամբ քննարկումներ եղել են թե ոչ։ Մինասյանը նկատի ունի գաղտնի տեսագրությունը Աշակ Սրբազանի մասնակցությամբ։ Ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասել է, որ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված արդարադատության նախարարությունում կա առանձին մարմին, բայց կա նաեւ առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ, եւ եթե որոշում լինի այդ մասին, որ պետք է առանձին մարմին ստեղծվի, ապա դա տեղի կունենա։ Վահե Հովհաննիսյանի համար երևույթը նույնպես դատապարտելի է։ Երբ որ անձի բնակարանում իրականացվել է տեսագրություն ինտիմ հարաբերության մասին վերաբերյալ եւ հրապարակվել է, նախ որպես կառավարության անդամ խնդրեմ, որպեսզի այս վերաբերյալ ձեր հստակ գնահատականը եւ նաեւ միջոցառումները, որոնք որ նախատեսվում է ձեռնարկել նման այլանդակությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Երկրորդ հարցի մասով այնուամենայնիվ եւ իդեպ առաջին հարցշրջանակներում նորից եմ կրկնում, խնդրեմ, որպեսզի բոլոր զեկուցողները անդրադառնան, որովհետեւ եթե մենք պետք է պայքարենք համընդհանուր ձևով ապօրինի այս երևույթի դեմ, ուրեմն բոլոր գերատեսչությունները պետք է այս հարցին իրենց հստակ գերատեսչության ներկայացուցիչները իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Ինչ որ ես չեմ լսել կառավարության պաշտոնական դատապարտումը այս երևույթների առումով։ Ես լսել եմ մարդու իրավունքների պաշտպանի գնահատումը, առանձին պատգամավորների գնահատում, բայց ոչ կառավարության, գործադիր իշխանության, եւ երբ որ դուք հղում եք տալիս արտարադատության նախարարությանը, արտարադատության նախարարության համակարգում գործում է գործակալությունը, որը նույնիսկ այսօրվա օրենսդրության շրջանակներում եւ նաեւ կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակներում պետք է գործի անկախ, որը ցավոք սրտի չի ապահովում ըստ էության հենց գործադիր իշխանության ճնշման պատճառով։ Հիմա երբ որ դուք ասում եք անկախ մարմին ստեղծելու գաղափարը, ինչը ողջունելի է բնականաբար, որովհետև նորից եմ կրկնում, կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակում անձնական տվյալների պաշտպանությունը համարվում է առաջին կարևորության գործառույթը պետության, կառավարության, ազգային ժողովի, դատական իշխանության, մյուս մարմինների, բայց ոնց որ թե այդ մասով չկա, քանի որ քաղաքականության տար էինք եւ նաեւ ենթադրում է ֆինանսական քաղաքականության ուղղվածություն, նաեւ այդ շրջանակներում է որ հարց տալիս է։ Երրորդ հարցի շրջանակներում դուք ասում եք, որ այսօր կա որոշակի համակարգ, հենց իմ հարցը հենց դրան էր վերաբերում, այսօրվա համակարգը արդյունավետ չէ։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ օրենքի նախագիծը 1-2 գնահատական է տրված, սկսած իրավականից, ավարտված ֆինանսատնտեսական, սոցիալ-տնտեսական ազդեցության տեսակետից, բայց ոչ միայն խորությամբ չկա ուսումնասիրություն, այլ նաև հետագայում այդ կարգավորումը բացասական ակնհայտ ազդեցություն է ունենում եւ հետադարձ կա, որ այս կարգավորումը սխալ էր, որովհետեւ բերեց սրան, որևէ ազդեցություն չի ունենում հետագա փորձերի վրա։ Իմ ասած հարցի իմաստը սա է։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության օրենքներն էլ հստակ պաշտպանում են մարդու անձնական տվյալները եւ որևէ դեպքի առիթով չեմ կարող ես ասել, որտեղ տենց նախ չեմ մտածում, հետո դա կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որ ասեի ես օրինակ ողջունում եմ, որ ինչ որ մեկի անձնական տվյալները ինչ որ մեկը գողանում է եւ հրապարակում է։ Բնականաբար ցանկացած դեպք, այդ թվում ձեր նշած դեպքը, որին իհարկե ես մանրամասն ծանոթ չեմ, բայց իհարկե դատապարտելի է։ Մնացած մասերով կարծում եմ պարոն Հարությունյանը արձագանքի այն մասով, ինչ որ ես կարող եմ արձագանքել,
ես կարող եմ ասել, որ մենք ստեղծել ենք այնպիսի գործիք, որ վստահենք, որ արդյունավետ կերպով մեր բյուջետային ծրագրերի իրականացման արդյունավետությունը կարողանալու ենք շատ ավելի լավ գնահատել եւ առաջարկություններ ներկայացնել նրանց փոփոխության կամ կասեցման վերաբերյալ։ Իսկ այս ընթացքում ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է անցկացվել հաջողություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների եւ Բաքվում պատանդարված մեր հայրենակիցների։ Նախաձեռնությունը Հանրապետական կուսակցության երիտասարդական թևինն է։ Հիշեցնեմ, 3 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում վայրեջք կատարելուն պես կալանավորվել է։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2018-ի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Եվ այսպես վարչապետը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագիրը գրող քննարկմանը։ Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատմանը, Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը նաեւ պատասխանել է հարցին, թե ինչու հենց հիմա հաջողվեց հասնել խաղաղության։ Իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից, տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչ կունենանք ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի եւ Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ, եւ սա շատ կարևոր հայտարարություն է, եւ ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից, եւ մենք դա գնահատում ենք, եւ մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար եւ ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների եւ Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար։ Ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շահագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել TRIP նախագծի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացման առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը։
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի, կառավարությունն ընդունել է որոշումը։ 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով, դառնալով 18-ամսյա։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում, սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից, քանի որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում 2026-ի հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027-ի հուլիսին։ Կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով շահութահարկի պարտավորություն չի առաջանալու, ֆինանսների նախարարն է ներկայացրել նախագիծը։ Փոխվարչապետը հարց է ուղղել այդ դեպքում ինչ է լինելու արդեն վճարված գումարների հետ, արդյոք մարդիկ հետ են ստանալու։ Խնդիրը այն է, որ ներկայումս այս աջակցության գումարները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, ինչը շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում։ Կարծում ենք, որ այս մոտեցումը արդարացված չէ, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացող եկամուտները ազատված են շահութահարկով հարկումից։ Մասնավորապես պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներգրաված վարկերի գումարները եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսիդավորվող գումարները հանդիսանում են եկամուտ եւ հաճախ շահութահարկի գծով հարկային պարտավորություններ են առաջացնում։ Պարոն նախարար, բայց 24-ի շահութահարկը 25-ին չեն վճարել, ուզում ասեմ ինքը ռետրոսպեկտիվ կաշխատի է կարգավորումը։ Հիմա մարդիկ վճարել են, չէ՞, շահութահարկը, հետ են բերելու։ Մենք կաշխատենք պետք գործընկերների հետ հասկանալու համար, երևի այո։ Այսինքն ինչքան որ վճարել են 25 թվականին, հետագայում այդքանով կարող են նվազեցնեն բազան։ Այս պահին տեխնիկան չեմ կարող ասել, հետո կճշգրտենք կասենք։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն։ Լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է ասել։ Արսեն Թորոսյանն ասել է, որ եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք եւ բանտարկվել են, եւ կալանավորվել, եւ դատապարտվել, եւ արդեն ազատվել։ Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է տրվել, ասել է Թորոսյանը։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն եւ այդպես է լինելու, որտեղ նաեւ ժողովրդավարական երկրների ամենակարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, եւ եթե խոսքը գնում է օրինակ որոշ հանցագործության մեջ մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին, բազմաթիվ են նաեւ դեպքերը, որոնք վերաբերում են նաեւ գործող պաշտոնյաների, որոնք եւ մեղադրվել են, եւ կալանավորվել են, եւ դատապարտվել են, եւ արդեն ազատվել են այդ ամենից հետո, նախ ոչ մի հայտարարության համար ոչ մեկի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ, դրանց համար ես չեմ կարող գնահատական տալ դրանց համար կան քննչական, թույլ տվեք մինչև վերջ պատասխանել ձեր հարցին, քննչական, դատախազական եւ դատական մարմիններ, իսկ մեր գործընկեր տարբեր երկրների падգամավորներին, այդ թվում Եվրոպայի խորհրդարանների падգամավորներին իրանց իրավունքն է արտահայտել իրանց կարծիքը, բայց մեր երկիրը ունի իր ինստիտուտները եւ օրենքները, եթե ուզում ես այդ ինստիտուտների վրա ազդեցություն ունենալ, չգիտեմ, օրենքներ փոխել, պետք է Հայաստանի Հանրապետության падգամավոր լինես, որպեսզի դա անես։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նախորդ նիստը հետաձգվել էր։ Փաստաբանները պահանջել էին, որ այն ժամանակ կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևը ներկա լինի նիստերին, պաշտպանելով իր վստահորդի շահերը։ Դատարանը հայտարարել էր, որ Արմեն Ալեքսանյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան կդրամադրվի։ Հիշեցնեմ, Ալեքսանդր Կոչուբաևը ազատ է արձակվել կալանքից։ Կոնկրետ տեքստով հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել։ Անկախ այս դատական նիստից հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել մամուլի միջոցներով, փաստացի հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել այս դատարանում, ինչպես մեկ նիստ առաջ իմ պաշտպանի կողմից եւ այսօր էլ
մյուս պաշտպանի կողմից։ Առ այն, որ այս գործում առնվազն գոյություն ունի նենգա փոխում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայտարարություն է գալիս, որ կարգալույց է հռչակվել հոգևորականը նշում է, որ ինքը կարգալույց չի եւ իշխանական կողմն էլ եւ ինչ որ աջակիցներ ասում են, որ կարգալույց եղած հոգևորականը չի կարող կարգալույց հռչակել, հա, ինչ որ Օծել կարող է փաստացի, բայց կարգալույց հռչակել չի կարող։ Քանի անգամ նկատեցի իրենց խոսքերում մարդիկ էլ նույնիսկ, ասում անգիր արած բաներ են ասում, հա։ Օծումը որևէ մեկը չի կարա հանի կամ վերացնի։ Ցանկացած քրիստոնյա մարդ մկրտությամբ որ դառնում է քրիստոնյա, այդ օծումը իր վրայից չի վերանում, երբ որ ինքը մեղքեր է գործում։ Մկրտությունը ինքը ստացել է։ Հոգևորականի պարագային, օծյալ հոգևորականի պարագային օծությունը չի վերանում, ոնց որ իրանք պնդում են, ասում են։ Բայց զորությունը, որ տրվել է իրեն, իշխանությունը, որ տրվել է իրեն, այդ օծության միջոցով եւ Սուրբ Հոգու շնորհ որ տրվել է, դա է վերցվում։ 3-ամյա փոքրիկի որոնումներից նորություն չկա, կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետն է ասել, աշխատանքները նույն տեմպով տարբեր ուղղություններով շարունակվում են։ Կարեն Սարգսյանը որևէ վարկած չի բացառել, ասել է, որ բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ընտանիքը սոցիալապես անապահով է եւ օգտվում է աջակցության տարբեր ծրագրերից, նախատեսվում են առաջիկայում ընդգրկել այն ծրագրերում, որպեսզի ֆինանսական աջակցությունն ավելի մեծ լինի։ Չբացառելով ոչ մի վարկած, այդպիսի որոնողական աշխատանքներ է իրականացում, այսինքն բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացում։ Ոչ մի հետք չկա, պարոն Սարգսյան։ Ոչ, որևէ հետք չկա։ Այո, մենք առաջիկայում իրենց որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերենք, մինչև այս պահը մարզպետարան իրանք չեն դիմել, որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն ստացել են։ Լուրերը ինչ շրջանառում, որ մարզպետը ասել է, որ մարզպետարանը աջակցությունը ցուցաբերել, բայց դա իրականություն չի, ես այդպես չեմ ասել եմ, որ տեղյակ եմ, որ համայնքապետարանը աջակցություն ցուցաբերել է, բայց մարզպետի աշխատակազմը թե աջակցություն ցուցաբերել է, թե ոչ, այդ պահին չեմ ունեցել տվյալներ, հետագայում ուսումնասիրել ենք, որ մեր կողմից որևէ աջակցություն չի տրվել այդ ընտանիքին, հաշվի առնելով, որ իրենք որևէ դիմումով, այո, մեզ չեն դիմել։ Իսկ ինչ կներեք ֆինանսական աջակցություն ինչի համար, գումարի տեսքով գումար եք տալու իրենց։ Մենք կարող ենք նաև, այո, գումար տրամադրել, որոշակի գումար տրամադրել վառելիքի ձեռքբերման, տնային պայմանների կամ հագուստի ձեռքբերման նմանատիպ աջակցություն ենք։ Եվ այսպես Հովանավանքում պատարագի մասին Մայրաթորի հայտարարությանն է արձագանքել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտնել է, որ պղծությունն այն է, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի։ Հիշեցնեմ, Մայրաթորը կատարված պղծություններ որակել։ Հովանավանքի մեր աղոթքները կտրիչ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն։ Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի եւ այլն եւ այդպես շարունակ չասեմ։ Պղծությունն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգեվոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովանավանքում, հետո նաև Մայրաթորում։
Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան եւ հակառակը։ Ազգային ժողովի նախագահն է ասել, անդրադառնալով Երևանում գարնանը կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ կալանավորումներին, ասել, որ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսություն չկա, միայն վիրավորանքներ են ու որևէ առաջարկ չեն հնչեցնում։ Օրինակ կառավարման հետ կապված։ Երկաթե մանդատը սկսել է գործել ու հերթով հանցագործ տարերին է հասնելու։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ, ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Որն է այդ քաղաքականությունը, քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու այս կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում, ասենք 5 ամիս առաջ եմ ես դա ասել։ Ինչպես են ընթանում աշխատանքները Գյումրու համայնքապետարանում, մարզպետն է մանրամասնել։ Դավիթ Արուշանյանը պատասխանել է հարցին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի ամեն գնով իշխանությունը վերցնել Գյումրիում։ Մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն գնով իշխանություն վերցնելու մի կինք գիտենք։ Մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որ հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ նպատակա, ոչ էլ պատկերացում է դա ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որովհետեւ ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն է տեղում, իր աշխատանքն իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։ Իսկ ազգային ժողովում շարունակվել են բյուջեի քննարկումները, պատգամավորները հարցեր են ուղղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Դավիթ Խուդայթյանն արձագանքել է նաեւ Սևանան լճից ջրի կառավարման վերաբերյալ մտահոգություններին, նշել, որ 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար էին դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն են օգտագործել եւ մյուս կեսի համար ջուրը չեն օգտագործել։ Խուդայթյանը հայտարարել է, որ Սևանան լճից ջրառի ծավալները նվազել են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն է դիմել նախարարին, առաջարկել միասին գնալ Սևանան լիճ, տեսնել քանի սանտիմետր է իջել Սևանը նախորդ տարվա համեմատ։ Սևանան լճից որ 30 մետր, 30 խորանարդ կուբամետր ավելյալ ջուր եք ուզել, 15-ն եք օգտագործել։ Պարոն Խուդայթյան, դա արդարացում չէ, 200 ուզեիք 20 օգտագործեիք։ Կա հստակ փորձագիտական Սևանազգային լճի փորձագիտական եզրակացություն, որը դուք ուզում եք ինչ-ինչ պատճառներով չներկայացնել մեր դատին։ Այնտեղ հստակ ասում է, որ մենք դեմ ենք դրան։ Այն մտահոգությունները, որոնք մենք որպես ազգային ժողովի պատգամավոր բարձրացրել ենք, նույնը իրանք են ասել։ Ասում է, ոչ ճիշտ արդյունավետ կառավարման արդյունքում
ջրերի կորուստը եւ ավելար ջր վերցնելու պահանջարկ է առաջացել եւ ռիսկը թողել է ձեր վրա։ Հիմա ես չեմ հասկանում, այս երկրում փորձագիտական եզրակացություն տվող կազմակերպությունից առավել, որը խորհրդատվական է եւ կազմակերպություն է եւ դրանից առավել ինչ կազմակերպություն կա, որ դուք ստեղ այսպես արդարանում եք կամ որպես դրական տենդենս է գնահատում, որ 30 խորանարդ մետրի փոխարեն 15 եք վերապանարը վերցրել։ Կա հստակ մասնագիտական խումբ հանձնաժողով, որը տվել է բացական եզրակացություն եւ մնացած ռիսկերը թողել է ձեր վրա։ Կամ դա արդարացում է, եկեք միասին գնանք Սևանալիշ, տեսնենք քանի սանտիմետր է Սևանը։ Նախորդ տարվա համեմատ։ Արդարանալու բան չկա, ես կարծում եմ ոլորտի տարբերություն ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանի ավելի լավ եմ կառավարում, որովհետև երբ որ ինքն է ոլորտի պատասխանատու նախարարը, ջրառը եղել է Սևանից ոչ թե 183, ինչպես իմ ժամանակ, այլ եղել է 265 միլիոն խորանարդ մետր, դրա համար ճիշտ կանեք այդ հարցերի զգալի մասը Արծվիկ Մինասյանին տակ։ Եվ իմիջիալոց շարունակաբար այդպես եղել, մի տարի չեղել, երբ որ այդ ժամանակները նայենք, կտեսնենք, որ Սևանից ջրառը եղել է 265 միլիոն խորանարդ մետր, 260 միլիոն խորանարդ մետր, այնպես որ եւ արդարանալու բան էլ չկա, պնդում եմ, որ ավելի լավ եմ կառավարեմ ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը, գոնե թվերը դրա մասին է խոսում։ Կարծում եմ դրա վերցված ջուրն է ամեն դեպքում դա անում, Արծվիկ Մինասյանի ժամանակ, եթե ես հիմա թվերը համեմատեմ, պետք է ասեմ, որ միայն ջրառի արդյունքում 8 սանտիմետր մոտավորապես 7-ից 8 սանտիմետր Սևանի մակարդակը ավել է իջել, քան հիմա է իջնում։ Հիմա շատ լավ, դուք գոնե գիտեք, որ մենք յուրաքանչյուր 13 միլիոն խորանարդ մետրի համար, խորանարդ մետրի ջրառ իրականացնելու Սևանի մակարդակը մի սանտիմետր է իջնում։ Եվ մյուս ծավալը, որը տարվա ընթացքում հաճախ 50 սանտիմետրի է հասնում, պայմանավորված չէ ջրառով, պայմանավորված է եղանակային պայմաններով, դուք այդ տարածաշրջանից եք, ես կարամ հետևյալը ասեմ, որ մեր ջրառով պայմանավորված Սևանի մակերեսը կարող է իջնել մինչև 13 սանտիմետր, ոչ ավել։ Եթե այդ թվերը դրանից ավել են, հետևաբար եղանակային պայմաններով պայմանավորված, իսկ այդ թվերը դրանից մի քանի անգամ ավել են։ Այդ, որ ասում եք բնակլամայական պայմաններով է պայմանավորված, այդ փորձագիտական հանձնաժողովը վերցել օթերոթաբանական կայաններից ցուցիչները եւ ասում է, որ դուք լավ չեք կառավարի, այդ ցավը տանեմ։ Հիմա դուք ձեր ստեղծած գերատեսչական հանձնաժողովին նկարակ եք բանանում։ Ինքն ասում է, որ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում լրացուցիչ ջրառ վերցնելու անհրաժեշտություն է եղել։ Հիմա դուք ասում եք չորային է եղել։ Բայց մարդիկ օդի մեջ պրոֆեսիոնալ մասնագետներ են նստած այնտեղ։ Հիմա դա դու իրար մեջ որոշեք նոր ասեք, էլի որ մենք էլ հասկանանք։